Մենք իրար չենք տեսնում, բայց հասկանում ենք կես բառից։ Լրատվական ռադիո FM 106.5 Արտաքին քաղաքականություն Добрый день, дорогие друзья. Борис Дзес. We discussed in depth the conflict in Nagorno-Karabakh. Azerbaycan ordusu günü-gündən güclənir. Ordumuzun bərpa etməkdir. Quel doit regarder son histoire en face. Լրատվական ռադիոն ներկայացնում է Modus Vivendi արտաքին քաղաքականություն Արապատյանի հեղինակային հաղորդումը Ձեր ռադիոն թունիչ է FM 106.5 հաճախության վրա է լրատվական ռադիոյի եթերում իր աշխատանքն է սկսում Modus Vivendi հաղորդաշարը։ Տաղավարում աշխատում են Հայկու Իմինասյանը եւ հաղորդաշարի հեղինակ Modus Vivendi կենտրոնի տնօրեն Արա Պապյանը։ Ողջույն, պարոն Պապյան։ Բարև ձեզ։ Հարգելի ունկնդիրներ, պարոն Պապյանը Իրանում էր այս հաղորդման ընթացքում համեմատականներ կանցկացնենք, ինչպիսին էր համայնքը մի քանի տարի առաջ, ինչպիսին է հայերի դրությունը այնտեղ եւ պատմական ակնարկ մի փոքր։ Ես իմ առաջին հիմնական համալսարանական կրթությամբ իրանագետ եմ։ Այսինքն ես Իրանով զբաղվում եմ որպես մասնագիտություն առնվազն 1978 թվականից, որ նշանակում է այդ ժամանակ առկա գրականությունը կարդացել եմ, անցել ենք, սկսած Իրանի պատմություն, աշխարհագրություն, քաղաքականություն, նաև առիթ եմ ունեցել բազմաթիվ անգամներ լինել, տարիներ աշխատել այդտեղ, 92-93 թվականին աշխատել եմ Իրանում, եղել եմ Հայաստանի դեսպանատան, որի իմիջիալոց առաջի դեսպանատունն է եղել արտասահմանում բացված այդ բացման խմբի երկու անդամներից մեկը, եւ բացի այդ էլ երկար տարիներ 92-ից 95 թվականը ղեկավարել եմ արտգործնախարարության Իրանի բաժինը, որ նշանակում է այդ տարիներին, երբ որ Իրանը ամենակարևոր մեր գործընկերներ հիշենք, Վրաստանը խառնաշփոթ վիճակի մեջ էր եւ հիմնական մեր հարաբերությունները Իրանի միջոցով էր հատկապես տնտեսական հարաբերություններ աշխարհի հետ, այնպես որ բավականին լավատեղյակ եմ այդ երկրից։ Հիմա էլ հետևում եմ իմ մոտո որպես արդեն ընդհանուր տարածաշրջանային քաղաքականության մաս։ Մենք այդ ամբողջին կանդրադառնանք, պարզապես հիմա նշեմ բուն առիթը։ Իմ գրեթե բոլոր այցելությունները այս վերջի մի քանի ամսվա մեջ բնականաբար կապված էին ցեղասպանության 100-ամյա տարելիցի հետ։ Տարբեր քննարկումներ, գիտաժողովներ եւ Սպահանում, ավելի ճիշտ Նոր Ջուղայում, որը ներկայումս Սպահան քաղաքի մի թաղամասն է, տեղի հայ համայնքը կազմակերպել էր գիտաժողով։ Հայ համայնքը ամբողջությամբ, այսինքն ինքը գիտաժողովը տեղի էր ունենում Արարատ մարզավանի տարածքում, բայց ամբողջովին համայնքը ներկայացված էր, լինի, ասենք, թեմական խորհուրդը, լինի այլ կառույցներ, կուսակցական եւ այլն, հայ դատի մարմինները։ Ասեմ, որ մասնակցում էին տարբեր երկրներից մասնակիցներ, Հայաստանից 5 մասնակից կար, բացի ինձանից պատմության ինստիտուտից 3 հոգի մասնակցում էին, Գևորգ Ստեփանյանը, պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, Արմեն Մարուքյանը, պատմական գիտությունների թեկնածու, Էդուարդ Դանելյանը, պատմական գիտությունների դոկտոր եւ նաեւ Արևելագիտության ինստիտուտից Մելինե Ալումնյանն էր մասնակցում, նորից պատմական գիտությունների թեկնածու։ Իրենք այսպես ասած ակադեմիական մասն էին ապահովում, ես ավելի ընդհանուր քաղաքական որպես ասենք դիվանագետ եւ ինչպես միշտ բնական է իմ ելույթը առնչվում էր ոչ թե բուն ցեղասպանությանը, այլ ցեղասպանության հետևանքների վերացմանը, այսինքն տարածքային խնդիրներին, դրա մի մասին։ Ես իմ ելույթը, ինչպես վերջի շրջանում հաճախ է եղել, վերնագրել էի Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության վերականգնումը, հիմնախնդիրներն ու հեռանկարները։ Սա ուզում եմ շեշտել եւ վերջի շրջանում ես ձևակերպում հենց այսպես տարածքային ամբողջականության վերականգնում, որտեղ որ մենք խոսում ենք Փանջատիրի մասին, մի փոքր բացասական երանգավորում ստանում։ Ըստ էության մենք պահանջում ենք, որպիսի Թուրքիան հարգի իր ստանձնած պարտավորությունները, այն է վերջ տա Հայաստանի Հանրապետության եւ շեշտում եմ Հայաստանի Հանրապետության տարածքի օկուպացիային։ Բացի հայ մասնակիցներից, ինչպես նկատեմ հայասելով, նկատեմ նաև տեղացի իրանցի հայ մասնակիցները, օրինակ մասնակցում էր Կարեն Խանլարյանը, որը ներկայումս Իրանի խորհրդարանի անդամ է, ինքն էլ պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, նաև բուն իրանցիներ, հատկապես ուզում եմ նշել Մոհամմադ Շարիֆ Շահի, իսլամագետ եւ իրավագետ մի երիտասարդի ելույթը, որը իրավունքի եւ միջազգային իրավունքի տեսանկյունից քննարկեց, հետաքրքիր է հայոց ցեղասպանության իրավական խրթին հարցերը կամ պարադոքսները վերնագրով եւ ասեմ թարմ մոտեցում է, ինքն էլ շատ հետաքրքրված էր բնականաբար առաջի անգամ էլ լսում իրավարարվեցի մասին, դրանով ես այդ նվիրեցի եւ այդ մարդը նրանցից է, որ վստահաբար կխորանա այս հարցի մեջ։
Ասեմ, որ ներկա էր նաև ներկայումս Բեյրութի ամերիկյան համալսարանի պրոֆեսոր Սելիմ Դերենգիլը, թուրք պատմաբան։ Սա այն թուրք պատմաբաններից է, որ ճանաչում է ցեղասպանությունը, ընդունում է ցեղասպանությունը, եւ մենք արդեն աստիճանաբար սկսեցինք խոսել ընդհանրապես հայերի հողային իրավունքների մասին, որտեղ ինձ համար այն գիծը, ինչպես առաջին ասեմ, կարմիր գիծը այն է, թե ընդունումը արդյոք այդ թուրքը, որ հայերը ունեն հողային տարածքային իրավունքներ, որովհետև բոլոր այն թուրքերը, ովքեր ընդունում են հայոց ցեղասպանությունը, բայց կողմ հանդես չեն գալիս հատուցումների, հատկապես տարածքային, ըստ էության հանդես են գալիս ջարդարարի եւ հանցագործի օգտին, որտեղ ասում են մենք պիտի շարունակենք օգտվել այդ հանցագործության հետևանքներից։ Հանցագործության հետևանքներից օգտվել նշանակում է լինել հանցակից, հատկապես գիտակցված դանել, այսինքն երբ որ մեկը օրինակ չիմանալով օգտագործի գողոնը, ասենք գողացված հեռուստացույցը, կարելի է ինչ-որտեղ ներել, բայց երբ որ նա ինքը գիտի, որ դա գողացած է օգտագործի, համապատասխան պատիժ ասում, մի ամբողջ երկիր են մեզանից խլել եւ շատ թուրքեր ճակերտների մեջ ասած հայասեր թուրքեր հանդես են գալիս ցեղասպանության ճանաչումով, բայց ասում են հատուցում չի լինի։ Այս մարդը Սելիմ Դերենգիլը, այսպես ասենք, նրանցից է, որ համայրյա ընդունում է, ասենք ասենք տարածքային բանը, որ պետք է մտածել, պետք է ինչ-որ ընդհանուր լուծման։ Հիմա Լիբանանում է բնակվում, շատ հետաքրքիր է, ինքը բավականին բարձրաստիճան թուրք պաշտոնյայի նախկին դեսպանի զավակ է, տարիքով մարդ է, այսինքն 60-անց մարդ է, ինքը ծնվել է ընդհանրապես Կանադայում, երբ որ հայրը հյուպատոսներ Օտավայում, եւ Դերենգիլը զբաղվում է որբերի հարցով եւ ոչ միայն մեծ եղեռնի ցեղասպանության տարիների, այլ նաեւ նախորդած տարիների, սկսած Համիդյան շրջանի եւ նաեւ հանրապետության շրջանի եւ նա այն թուրք գիտնականներից է, օրինակ, որ հետեւողական նաեւ ներկայումս հանդես է գալիս այդ Քեմփ Արմենը, որ կա, որ փանոց է եղել Ստամբուլում, որ այս վերջի շրջանում թուրքերը հերթական անգամ ուզում են խլեն հայերից, որովհետեւ ինչպես ինքը բացատրեց, դա բավականին այսօր լավ տարածք է, որ ամբողջովին շրջապատված է 1.5-2 միլիոնանոց վիլաներով եւ այդ հողակտորը մեծ, բավականին մեծ հողակտոր ոնց ասած մնացել է մեջտեղ եւ այստեղ ոչ միայն ազգային հարցն է, իհարկե, ուղղակի հայերից խլելը շատ ավելի հեշտ է, քան ինչ որ մեկից խլելը, այսինքն ինչպես մեր մոտ ալում չէ, պետության գերակա շահի տակ ինչ որ մեկը, ինչ որ մի քաղաքապետ կամ թաղապետ, այս Քեմփ Դավիթի պարագային հսկայական փող կսարքի։ Եվ սա այն մարդկանց է, որ հետեւողականորեն հանդես է գալիս միանշանակ գոնե գույքային հատուցումների բանը։ Ինքը բավականին զարմացած էր, շատ հետաքրքիր էր, մենք խոսացինք, քննարկեցինք, ես տվեցի իրավարար վճռի հարցով։ Հետո շատ հետաքրքիր էր, որ ինքը մի փաստի համար ինձանից շատ շնորհակալ էր, որ ես չգիտեի շատ կարևոր փաստ է, որտեղ ինձ չէր հետաքրքրում։ Դա այն է, որ 1918 թվականի հոկտեմբերի վերջին Քեմալ Աթաթյուրքը, որը այդ ժամանակ Դամասկոսի պաշտպանություններ ղեկավարում, բավականին անհաջող ղեկավար եւ գերվել է բրիտանացիների կողմից, հետո ազատ արձակվել։ Այս փաստը, այսինքն բրիտանացիների կողմից Աթաթյուրքի գերեվարման, ձերբակալման, ազատման Թուրքիայում ընդհանրապես հայտնի չի, ու ես տվեցի աղբյուրները, հիմա էլ այսօր ես ուղարկեցի այդ 1922 թվականի Current History ամսագրի պատճեն, որը գրած է մեջ։ Սա շատ կարևոր է այն առումով, որտեղ ընդհանրապես Թուրքիայում Աթաթյուրքի կերպարը այսպես լուսապսակով է պատված եւ նրա, այսպես ասած, պսակազերծումը բխում է մի շարք առումներով մեր շահերից, հիմա չընդհանուր մանրամասների, բայց շատ կարևոր է։ Հետևաբար, բացի բուն գիտաժողովի արդյունքներից, նման շփումներն ու խոսակցություններն էլ, այսպես ասած, արդյունքներն են, որը դեռ չգիտենք, որ ավելի կարևոր կլինի ի վերջո։ Ասեմ, որ գիտաժողովը ինքը բավականին լավ էր կազմակերպված։ Կազմակերպված էր այն առումով, որ ինչպես ենթավերնագիրներ, պատմություն, դատապարտում, կանխարգելում եւ փոխհատուցում։ Այսինքն շատ կարևոր է, որ չէր սահմանափակում միայն, ասենք, ճանաչումով, այլ նաեւ անպայման հատուցման հարցներ դրված։ Եվ սա էս վերջի միտումն է, որը գրեթե ամենուր հնչում է, այլևս միայն ճանաչումով սահմանափակվել դեռ գրեթե որևէ մեկը չկա, որ ուզում է։ Կազմակերպական առումով եւս լավ էր, որովհետեւ բոլոր զեկույցները նախապես իրենք խնդրել էին, մենք տրամադրել էինք, դա թարգմանված էր պարսկերեն, այսինքն պարսինք մասնակիցների համար եւ բավականին շատ պարսիկներ կային, եւ գիտնականներ համալսարանական եւ պարզապես տարբեր հաստատություններ ներկայացիչներ, այն նաեւ թարգմանվում էր անգլերեն, այսինքն միաժամանակվա այս թարգմանությունները բոլոր տեխնիկական հնարավորությունները սրանք շատ կարևոր են գիտաժողովի համար։ Ընդհանրապես
պիտի նշեմ, որ թեև համայնքի կողմից էր կազմակերպված, բայց իսկապես ամեն առումով լավ էր եւ պիտի հաշվի առնել, որ Նոր Ջուղայի համայնքը ներկայումս թվով շատ փոքր է, այսինքն մոտավորապես 5000 հոգի այդքան էլ չկա այսօր։ Ես ընդհանրապես Նոր Ջուղայի համայնքը չէի որակի որպես սփյուռք, թեև Հայաստանից դուրս է, որտեվ ինձ համար սփյուռքը դա սփռված ինչ-որ մի բան է։ Իսկ Նոր Ջուղայի համայնքը հիշենք, որ նա պարզապես մի կտոր Հայաստան Շահաբասը կտրել է եւ ամբողջությամբ տեղափոխել դրել է, ասենք Հայաստանից մի քանի 100 կիլոմետրի վրա, այսինքն նա ասենք կտորը Հայաստան տարբերակով է եւ նա այդպես էլ որպես սփյուռք չի առաջացել, այսինքն այնտեղ մշտապես եղել, ասենք հողագործ հայեր են եղել գյուղերում, ասենք Փերիայի եւ Չալմահալի շրջաններում մի քանի տասնյակ հայկական գյուղ ա եղել։ Ցավոք սրտի այսօր ըստ էության այդ գյուղերը դատարկվել են, կարծեմ մի գյուղ կա, Բոլորան գյուղն է, որ մնացել է զուտ հայկական, մնացած գյուղերում 2 ընտանիք, 1 ընտանիք, 4 ընտանիք այդպես հայությունն է մնացել։ Իրանում տեղի ունենում այդ երևույթը հայության տեղում ապրելու տեսանկյունից ինչ որ ամբողջ միջին արևելքից հայությունն արտագաղթում է։ Եվ սա նոր երևույթ չի, ըստ էության Իրանում այն ավելի թափ ստացավ իրանական հեղափոխությունից հետո 79 թվականին, ապա տնտեսական այս բոլոր պատժամիջոցներն ու դժվարությունները նպաստեցին, որ ժողովուրդը արտագաղթի, եւ բայց ցավալին այստեղ գիտեք որն է, որ արտագաղթողների 99%-ը գնում է արևմուտք, այսինքն դեռ գրեթե Հայաստան մարդ չի գալիս։ Կան իհարկե որոշ ընտանիքներ, որոնք գալիս են կամ այսպես միաժամանակ արևմուտք, հիմնականում դա Ամերիկա եւ Հայաստան են, բայց որպես այդպես ներգաղթ չկա։ Կարդում եմ այդ 1800-ական թվականներին, որ Հայաստանում դեռ նոր էին ստեղծվում այդ ճեմարանները, Ներսիսյան դպրոցը, Լազարյան ճեմարանը Մոսկվայում եւ այսպես բոլոր նրանք, ովքեր նշում էր, գնում էին սովորում էին Հնդկաստանում, Մոսկվայում, Գերմանիայում, բոլորը վերադառնում էին հետ։ Գնում էին սովորելու հատուկ հետ վերադառնալու նպատակով։ Գիտեք, ուրեմն հարցը հետեւյալն է։ Մի շարք պատճառներ ունի կարծում եմ։ Նախ այստեղ որ լշեցինք Լազարյանների մասին, հետաքրքիր որ Լազարյանները դրանք Եղազարյաններն էին, նորից Նոր Ջուղայի առևտրականներ, որոնք 1717-ին Մոսկվայում բացեցին Լազարյան ճեմարանը եւ հիմնական իրենց առևտուրը Ռուսաստանի հետ էր եւ բավականին շատ ռուսահայոց ազդեցություն է եղել ընդհանրապես իրանահայ կամ ջուղայի հայերի վրա, օրինակ այնտեղ նույն Քանանյան վարժարանը կա, որը ասենք գործել է Քանանյանների ժամանակին նաև Վարվարա Քանանյանի աջակցությամբ եւ նա էլ թաղված է հենց վանքի բակում։ Սրանք մարդիկ էին, որոնք տեսեք գնում էին հարստանում էին օտարության մեջ, բայց իրենց հայրենիքը չէին մոռանում, իրենց համար հայրենիքը տվյալ դեպքում Նոր Ջուղան էր եւ դպրոցներ էին հիմնում եւ այդ լուսավորություն տարածում էին։ Այստեղ կարծում եմ մի շարք խնդիրներ կա։ Առաջինը նրանք, ովքեր որ կրթություն էին ստանում, իսկապես մարդիկ էին, որոնք նվիրյալներ էին, իրենց ուղարկում էին սովորելու եւ դրա մեջ եթե ոչ այսպես են գրավոր պարտավորություն, ապա անպայման կար փոխադարձ պարտավորություն, որ մենք քեզ օգնում ենք, դու էլ պիտի վերադառնաս եւ օգնես։ Եվ դա միշտ է եղել, մենակ ասենք այդ շրջանում չէ, ասենք նույն 20-րդ դարի սկզբին, երբ որ նայում ենք, ասենք Մանթաշովի ֆինանսավորմամբ կամ Մելքոնյան եղբայրների, որոնք Մելքոնյան կրթական հաստատություն են դրել, այսինքն տեսնում ենք, թե քանի մեծամեծներ նրանց շնորհիվ են դարձել գիտնական եւ կարողացել են օգտակար լինել։ Այսինքն պատճառներից մեկը բուն գաղափարական նվիրատվությունն է։ Երկրորդը, այո, վիճակը Հայաստանի վատ է եղել, բայց մտավորականները բավականին բարձր աշխատավարձեր են ստացել։ Օրինակ, երբ որ դուք նայում եք Խաչատուր Աբովյանին, որը ուսուցչապետ էր, այսինքն ինչ աշխատավարձեր է ստացել, որով ինքը չէ, որ պատճառներից մեկը իր անհետացման ենթադրվում է, որ նա փողապարտկով տվեց թուրքերից մեկին, որը չի կարողացել վերադարձնել եւ դրա համար էլ սպանել է, որպեսզի ոնց ասած պարտքը չեղնա։ Այսինքն, երբ որ դուք նայում եք ինչ ամսականներ էին ստանում եւ գների հետ այդ ժամանակվա, այդ մտավորականությունը կարող է լավ ապրել եւ դա մշտապես այդպես է եղել։ Անկամ առաջին հանրապետության տարիներին, երբ որ նայում ենք համեմատության մեջ, ասենք ուսուցիչներ, պրոֆեսորներ, դրանք լավ են ապրել համեմատության մեջ։ Հասկանում եք, այստեղ շատ կարևոր է։ Այսօր համեմատության մեջ մտավորական խավը ամենաաղքատ եւ ամենավատ ապրող խավն է։ Այսօր տեսեք նույն այդ գրադարանավարներ, չգիտեմ, երկիչներ, դասախոսներ, դերասաններ 60, 70, 80 հազար դրամ փող են առնում։ Այն դեպքում, երբ որ նախկինում
ամենաբարձր վճարողների մեջ էին, այսինքն ուսուցիչը կարար խորհրդարանի անդամի չափ աշխատավարձ ստանալ, եթե ոչ ավել։ Այսօր Իրանի պարագայում նորից նույնն է, այսինքն ամենաբարձր աշխատավարձ ստանում են կրթության եւ մշակույթի ու բժշկության ոլորտի աշխատողները, այսինքն դու կարող ես համատաբար վատ ապրել, ասենք արևմուտքի հետ, բայց երբ որ դու տեսնում ես, որ դու քո երկրի մեջ մյուսների համեմատ լավ ես ապրում եւ դու գնահատված ես, դա քեզ պահում է, որտեվ բացի նյութականից, այստեղ ստորակայության եւ գերակայության զգացումի խնդիր կա։ Չէ՞ որ երբ որ քեզ քիչ են փող տալիս եւ այնքան են տալու որ չես կարող ապրել, իսկ ինչ որ անհասկացող մեկը իր հենց փողի քսակի շնորհիվ պաշտոն առել կամ դարել է падգամավոր, նա քեզանից մի քանի անգամ շատ աստանում դու վատ ես զգում։ Հիշենք 90-ական թվականներին մենք բոլորս վատ էինք ապրում, ավելի վատ հաստատ, քան հիմա։ Այսինքն գոնե նորմալ լույս չկար, ջուր չկար, բայց քան որ ընդհանուր առմամբ բոլորս էինք վատ ապրում, այդ ընդհանուրի մեջ դա ավելի ընդունելի էր։ Այսօր այս ծայրահեղ բևեռացումը հարստության, երբ որ մի կողմը կան, այսինքն ծայրահեղ հարուստներ, իսկ մյուս կողմը կա հենց հիմնականում ցավոք սորտ այդ մտավորական խավը, որը վատ է ապրում, դա մարդկանց ճնշում է եւ այսինքն նաեւ դա է արտագաղթի պատճառներից մեկը։ Օրինակ, ես խոսում էի Իրանում հայկական, մենք գնացինք բնական այցելեցինք հայկական դպրոցներ, մանկապարտեզներ եւ այլն, հիանալի պայմաններ, այսինքն եւ դա համայնքի շնորհիվ է, այսինքն համայնքը, որը առաջնորդարանի հետ միասին, եւ կա ամենակարևորը գիտեք որն է այստեղ, կան համայնքային կառույցներ, որոնք աշխատում են, որտեղ կա հաշվետվություն, ամեն մի ծախսած դոլարի համար հաշվետվություն կա, այսինքն ինչու ծախսվեց, ինչպես ծախսվեց, արդյոք դա ամենառացիոնալ ծախսն դրա համար էլ այդ եղած փողը ճիշտ է կառավարվում, այսինքն հայերի դպրոցների եւ մանկապարտեզների վիճակը անհամեմատ ավելի լավ է, քան անգամ պարսիկների եւ մյուսների։ Իհարկե, սա պետության շնորհքը չի, դա հայերի շնորհքը, բայց պետության շնորհքն այնքան է, որ պետությունը չի արգելում, խրախուսում է։ Տեսնում ենք նույն Սիրիայում, Լիբանանում, Իրանում հայկական համայնքներն ավելի կազմակերպած են, ավելի լավ վիճակում են, քան այլ երկրներում, նույն դպրոցների պահպանությունը, լեզվի պահպանությունը։ Նույնը դու Ռուսաստանում չես կարող տեսնել, այնտեղ նույն կրոննա կարծես ձուլվելը հեշտ է, մարդիկ չեն պայքարում չձուլվելու։ Դա իհարկե կա, այսինքն դա իհարկե կա, որ այսինքն նույն կրոնի պարագայում մենք օրինակ նույն Լեահայոց պարագայում գիտենք, որ հայերը բավականին երկար դիմացան, երբ որ առաքելական էին, բայց երբ որ հայերը կաթոլիկություն ընդունեցին, շատ արագ, այսինքն երկու սերունդի ընթացքում անհայտացան, որտեղ այդ զսպող պահը չկար։ Բայց այստեղ կա 21-րդ դարում ոչ միայն կրոնական խնդիրն է։ Այստեղ կարծում եմ կա հոգեբանական մի շատ կարևոր հանգամանք, այդ որ խոսեցի գերակայության խնդիրը։ Միջին արևելքում լինի Սիրիա, լինի Իրան, լինի Լիբանան, հայերը մի տեսակ գերզգացում ունեն։ Իրենք իրենց համարում են բարձր, իրենց համարում են այլ մշակույթի տեր ժողովուրդ եւ չեն ուզում, այսպես ասենք, արաբանալ կամ պարսկանալ։ Ցավոք սրտի Ռուսաստանում հայերը տառապում են ստորակայության բարդույթով եւ հայերը շատ արագ ուզում են ռուսանալ։ Կարծես թե ռուսանալով ավելի, ասենք, լավ է։ Հիմա բնական է Իրանն էլ ունի իր սահմանափակումները, օրինակ գիտենք, որ այսօր դպրոցներում երկուական, ասենք, ժամը հայերենին, ասենք, կրոն եւ լեզու այդ առումով, բայց հսկայական արդեն արտաժամյա, այսինքն հնարավորություններ կան, միջոցառումների եւ այլն։ Օրինակի համար որևէ մեկը կասկած չուներ, որ իմ ելույթը, այսինքն Հայաստանի Հանրապետության տարածքային իրավունքների մասին ելույթը կարող է պարսիկները ոնց որ ասած չթողեն դրա մասին խոսվի, բայց երբ որ ես 2-3 շաբաթ առաջ Ռուսաստանում էի, մինչև վերջի վարկյան Մոսկվայի մասին է խոսքը, այնտեղ դեռ մարդիկ տատանվում էին, արդյոք կարող է ռուսները թողեն, թե չթողեն։ Հասկանում եք, այստեղ խնդիրներ կա համայնքի հնարավորությունների հարցի վերաբերյալ։ Չմոռանանք, որ Ռուսաստանում հիմնականում ապրում են հայաստանյան հայերը։ Հայաստանյան հայերը երբևէ համայնքային գոյության փորձ չունեն։ Իրենք չեն ապրել համայնքով, իրենք ապրել են մի երկրի մեջ, որտեղ իրանք եղել են մեծամասնություն եւ հայ մնալու ջանք չեն գործադրել։ Հիմա էլ մենք ապրում ենք Հայաստանում, ով այսինքն հատուկ ջանք չեն գործադրում, որ հայ լինենք, հայ ենք էլ ապրում, վերամար հայերն ենք խոսում, բան ենք անում։ Իրանահայ համայնքը կամ այդ Սիրիա, Լիբանան, նրանք կամ եղել են արդեն կազմակերպված համայնքների տեղափոխում ամբողջությամբ, օրինակ բանի պարակային, ասենք, Փերիա, Չալմախալ, Նոր Ջուղա, կամ Օսմանյան կայսրությունից եկած այլ, որոնք արդեն համայնք էին Օսմանյան կայսրության մեջ։
Դրա համար այդ փորձը կային։ Այսօր էլ արտագաղթելով միջին արևելքից դեպի օրինակ Ամերիկա կամ Կանադա, հիմնականում այդ համայնքի սյուները ովքեր են, այդ նախկին միջին արևելյան հայերն են։ Դա լավ եւ վատ կողմերով, այստեղ միայն լավը չի, որտեվ նաեւ ինտեգրացիայի խնդիր կա, բայց նոր սերունդը փառք Աստծո կարողանում այն ինչ-որ ձեւով այս ամբողջը համադրել։ Ամփոփելով ասեմ, որ հերթական անգամ ես համոզվեցի, որ իրանահայ համայնքը ընդհանրապես եւ այստեղ մասնավորապես ճյուղահայ համայնքը դա բացառիկ երևույթներ են, իրենց ամեն ինչով իրանք շատ ավելի Հայաստան են, քան ասենք ինչ որ օտարության մեջ գտնվող համայնք, այսինքն այդտեղ եթե մի պահ օրինակի համար մոռանաս այդ հերավորությունը ֆիզիկական, զուտ այդ լեզվի խոսակցական առումով կամ այդ ինչ ասեմ, անգամ այդ թեմաները, անգամ այդ հերոստատեսությունը, որ հայաստանյան իրենք նայում են, այսինքն իրենք տեղեկացված են, ասենք ամեն ինչ, իրենք ապրում են իսկապես Հայաստանով, ապրելով Իրանով, իրենք ապրում են Հայաստանով։ Իհարկե մենք Հայաստանի Հանրապետությունը ոչ բավարար չափով է կարողանում Իրանի հետ հարաբերությունները զարգացնել։ Այստեղ մի շարք պատճառներ կան օբյեկտիվ պատճառներ, դա արևմուտքի սահմանափակումները, որ տասնամյակներ շարունակ եղել են Իրանի հետ հարաբերություններում, նա սա ասենք օբյեկտիվ է, սուբյեկտիվը դա ռուսական գործոնն է, որ ռուսները երբեք շահագրգռված չեն իսկապես Հայաստանի եւ Իրանի բավականին սերտ մերձեցում, որտեվ եթե Հայաստանը սկսեց Իրանին որպես այլընտրանք ունի տնտեսական այլընտրանք անցալել, բնականաբար օրինակ եմ ասեմ Գազպրոմի շահերը Հայաստանում կարող են ինչ որ ցեվով վտանգվել կամ թուլանալ, դա շատ կարևոր հարց է։ Իրանը ուժեղացնում է իր դիրքերը համաշխարհային գազի եւ նավթի շուկայում։ Եվ դա արվում է արևմուտքի, եթե չասեմ թույլտվությամբ, ապա թողտվությամբ, գոնե արգելները կերացվեն։ Եվ Իրանի ներսում հոգեբանական առումով շատ հետաքրքիր երևույթ է, որ ես վաղուց էի նկատել, այս անգամ էլ համոզվեցի, որ առաջինը ժողովրդի մակարդակով չկա ուժեղ հակա ամերիկանիզմ կամ հակա արևմուտք ինչ որ տրամադրություն։ Օրինակ այսօր Ռուսաստանում ժողովրդի մակարդակով շատ ավելի մեծ հակա արևմտյան մտածողություն կա, քան Իրանում։ Ընդհակառակը Իրանի ժողովուրդը կողմա, որ արևմուտքի հետ հարաբերությունները լավանան, ինքը ավելի օգտվի արևմտյան բարիքներից, ինչպես բոլորն են օգտվում, ինչպես մենք, ինչպես նույն Ռուսաստանը, այսինքն հետաքրքիր է, չէ՞, ասենք մարդիկ կան, ուրեմն արևմուտքի քաղաքակրթության ծնունդ ինտերնետով արևմուտքի քաղաքակրթության արտադրանք համակարգիչի վրա մտնում են նույն արևմուտքի արտադրանք Facebook եւ գրում են, որ ասենք արևմուտքը, չգիտեմ, բացի SSS այդ վատ բաներից որևէ արժեք չի ստեղծել։ Այն պահին, երբ որ արդեն իրենք գոնե 3 բան օգտագործում են այդ արժեքներից, այդ կա։ Իրանում դա գիտակցում են հստակ, որ արևմուտքը ունի թերություններ, ունի դրական կողմեր եւ իրանք կողմ են դրա ավելի բաց լինելուն։ Մյուս հետաքրքիր բանը, որ ես նկատեցի, այսինքն ես հաճախ եմ լինում, այսինքն կես տարի առաջ ել եւ անգամ այս կես տարվա ընթացքում, որտեղ բանակցությունների շրջան էր ինտենսիվ, որ շատ ավելի նմանվել էր 60-70-ական թվականների սովետական միության վերաբերմունքի, ժողովրդի վերաբերմունքի կոմունիզմի։ Բացատրեմ ինչ նկատի ունեմ։ Դա մանկության տարիներն է, ես հիշում եմ, որ կար ինչ որ կոմունիստական գաղափարախոսություն, որ ինչ որ կար ճառեր, որոնք ասվում են, կային ինչ որ ժողովներ, որ պետք է արվեր, կային ինչ որ նկարներ պատերին կպցրած որ պետք է նկարվեր, բոլորը գիտեին, բայց ոչ ոք չէր հավատում արդեն այդ կոմունիզմին, բոլորը գիտեին, որ դա ինչ որ մի հատ արտաքին շղարշ է, դրա տակը կար իր կյանքը, իր ներքին օրենքներով եւ այլն։ Իրանում այսօր նույնն է, այսինքն կա այդ կրոնական շղարշը, ամենտեղ իհարկե ամբողջը պահպանված է, բարբերաբար ինչ որ ալիքներ ա լինում դրա հետ կապված, ավելի խստացումներ, բայց ընդհանուր միտումը նաեւ որ ակնհայտ է, որ ժողովուրդը, որը գուցե եւ 79-80 թվականներին հեղափոխության առաջ տարիներին հավատալով է գնացել այդ իսլամական հեղափոխությանը, այսօր այսքան ժողովրդի ճնշող մեծամասնությունը բացառությամբ են հեղափոխական մի նեղ շերտի, որը կոնկրետ տնտեսական նաև շահ ունի, դրան հավատացած չի։ Առավել եւս իրենց համար շատերի համար ընկալելի չի, ինչպես ժամանակի սովետական միություններ, հիշենք, իր ժողովրդին աղքատության մեջ պահում եւ կոմունիզմի արտահանման համար հսկայական փողեր էր ծախսում զանազան, այսպես կոչված արտասահմանյան կոմունիստական կուսակցությունների աջակցելու, այսօր էլ Իրանը անում է շիաներին աջակցելու համար, բայց սա էլ չունի համաժողովրդական աջակցություն, որտեղ շատերը գտնում են, որ կրոնական ընդհանրությունը դեռևս հիմք չի քաղաքական շահերի համընկման համար, մենք դա տեսել ենք, այսինքն եւ հետաքրիր օրինակ այսօր նույն Ադրբեջանի Հանրապետության եւ Իրանի
իրավիճակը, ասենք երկու շիա երկիր են, բայց ունեն հակոտնյա շահեր եւ դա ակնհայտորեն նկատվում է, այսինքն եւ սա լարվածություն է ստեղծում երկու երկրների միջև, ասենք հաշվի առնելով որ Իրանում բավականին մեծ թիվ թուրքախոսներ կան։ Ամփոփելով իմ այս թարմ տպավորությունները կարող եմ ինձ համար անել հետևությունը, որ Իրանայի համայնքը, մասնավորապես Ջուղայի համայնքը, թեև թվի էական կրճատմանը եւ այդ միտումի ցավոք սրտի շարունակությանը մնում է բավականին ակտիվ, գործունյա եւ կազմակերպած։ Եվ դա շարունակվելու է, որովհետեւ դրա համար կան լուրջ հիմքեր, այսինքն կան այդ մարդիկ, կա այդ նվիրումը, կան նաեւ միջոցները։ Եվ Իրանայի համայնքի գոյությունը Հայաստանի շահերի տեսանկյունից շատ կարեւոր է, այնք հսկայական աշխատանք են տանում, բացատրական աշխատանք, թարգմանական աշխատանք, շատ լավ է եւ ես Գիտաժողովի ջան նկատեցինք, որ ավելի ու ավելի սկսում են ներգրավել իրանցիների պարսիկների հատկապես նրանց ցույց տալ այս ամբողջը թարգմանել օրինակ ես տեղում ինձ համար անակնկալ էր որ ես տեսա մենք դրա մասին կարծեմ խոսել ենք որ մենք մի փոքր խմբով այդ resolution with justice բան ենք տպել զեկույց ենք տպել հայկական հարցի վերաբերյալ անգլերենով ասենք նա թարգմանել էին եւ տպել էին պարսկերենով անում է սա կարևոր է որովհետեւ նաեւ ուրիշ այլ գրքեր որովհետեւ այս տարածելու միջոցով գոնե իրանցի այն մտավորականությունը, որ ուզում է հասկանա, ունի այդ աղբյուրը, որտեղ սա կարևոր է հաշվի առնենք, որ Ադրբեջանը հսկայական աշխատանք է իրականացնում այսինքն, սկսած արբանյակային հեռուստատեսությունից վերջացած հազարավոր գրքերի եւ նյութերի հակահայկական նյութերի տպագրությունն ու տարածումը, այնպես որ այս առումով Իրանայի համայնքը մեծ դեր ունի։ Մյուս իմ տպավորությունը ավելի լայն առումով այն էր, որ իրանցի ժողովուրդը ի տարբերություն միջինարևելյան շատ ժողովուրդների, որոնք այսպես ասած արևմուտքի մուտքը չողջունեցին, հակադրվեցին, իրանց ժողովուրդը ավելի պատրաստ է համագործակցության գնա։ Պատմական փորձն է ունեն նախադրյալներ կա, այսինքն Գիտեք, Իրանը միշտ էլ արևմուտքի հետ սերտ հարաբերություններ է, եթե մենք անգամ ավելի վաղ շրջան վերցնենք, ասենք նույն Սեֆևիների շրջանը, որ գալիս է 1502 թվականից, ի վերջո դա այն երկիրն է եղել, որը սերտ առևտրատնտեսական հարաբերությունների մեջ է եղել արևմուտքի հետ, ավելին այն եղել է նաև քաղաքական հարաբերությունների հետ, որովհետև կար ընդհանուր թշնամի Օսմանյան կայսրությունը եւ Սեֆևիները արևելքից, քրիստոնյա երկրները արևմուտքից, լինելով երկու տարբեր կրոնաների ներկայացուցիչներ ուզում էին համագործակցել ընդհանուր թշնամու դեմ։ Եվ այսօր հետաքրքիր է, որ այդ երևույթը կարծեք թե վերազարթոնք ապրում կապված հենց Թուրքիայի նեոօսմանիզմի քաղաքականության հետ, որտեղ նեոօսմանիզմը դա ուղղված է լինելու եւ բալկանյան երկրների դեմ եւ նաեւ Իրանի դեմ, ել չեմ խոսում Հայաստան կամ Սիրիա։ Եվ այս ամբողջը նկատելի է։ Հետո պիտի հաշվի առնենք, որ Իրանը, եթե մենք ավանդույթներից ենք խոսում, Ենթապես շիա իսլամը շատ ավելի հայերի հետ գոնե հանդուրժող է եղել։ Մենք այսպես էական բախումներ մեր պատմության մեջ չենք ունեցել եւ Թուրքիայում եթե սունի իսլամը ըստ էության նաեւ նույնացվում էր Սուլթան Խալիֆի հետ, որտեղ նա էր սունի իսլամի գլխավոր անձը, ապա շիա իսլամի մեջ չկա այդ խալիֆ հասկացությունը։ Այնտեղ այդ այաթոլլաներ են, տարբեր դպրոցների ներկայացուցիչներ հաճախ եւ այդ առումով այդտեղ հնարավորությունները կան ավելի սերտ համագործակցության։ Նաեւ պիտի հաշվի առնենք, որ հայերը միջին արևելքի մեջ եւ մասնավորապես Իրանում շատ հայտնի են, այսինքն ըստության գիտեն եւ բոլորի տպավորությունն իհարկե այն է, ինչպես հաճախ տեղանում, որ հայերի թիվը շատ ավելի մեծ է, որտեվ հայերի դերը, հայերի անգամ աղմուկը ավելի մեծ է։ Դրա համար մենք լինելով փոքր երկիր ունենք բավականին լավ հնարավորություններ, գործիքներ գոնե միջին արևելքում մեր ազդեցությունը ավելի մեծացնելու համար։ Հետևաբար ես շատ ուրախ եմ հայ համայնքի կենսունակ այսօրվա վիճակով եւ վստահ եմ, եթե մենք, այսինքն Հայաստանի Հանրապետություն եւ հայաստանցիներս ավելի համագործակցենք, ապա Իրանայի համայնքը ոչ միայն պատրաստ է, այլ նաեւ հնարավորություն ունի ավելի մեծ չափերով համագործակցելու։ Շնորհակալություն, պարոն Պապյան, հարգելի ունկնդիրներ, դուք լսում էիք Modus Vivendi հաղորդաշարը, տաղավարում Հայկո Հիմինասյանն էին եւ Արա Պապյանը։